Առաջին հայկական էլեկտրոնային գրահրատարակչությունները ստեղծվել են մոտավորապես 2012 թվականին, երբ առաջին հայերեն գրքերը հայտնվեցին համաշխարհային մեծ գրախանութներում, միանգամից աշխուժություն նկատվեց։ Առաջին գրքերը երբ որ դրեցինք Google Play-ում եւ Apple-ում, iBook Store-ում, մենք բավականին զարմացած էինք այն աշխուժությունից, որը այդ գրքերի շուրջ եղավ, եւ դա տարվա վերջ էր, մենք ստանում էինք շատ նամակներ, շատ ջերմ խոսքեր էինք լսում եւ այլն, այն բանի համար, որ իրոք կար կարիք հայերեն գրականությունը տարածելու։ 2012-ին ստեղծված Armenian eBooks հրատարակչությունն առաջարկում է մոտ 60 անուն գիրք, հայ գրողների գործերը, նաև անգլերեն եւ ռուսերեն թարգմանություններ։ Ըստ ներբեռնումների քանակի շատ պոպուլյար են Հայաստանի մասին անգլերեն տուրիստական ուղեցույցները։ Ամերիկյան դեսպանատան հետ համագործակցության շնորհիվ հրատարակչությունը 2 անվճար հայերեն գիրք է պատրաստել եւ տեղադրել տարբեր կայքերում եւ էլեկտրոնային գրքերի մեծ հարթակներում։ Mediamax լրատվական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ Երևան 20-րդ դար գրքի էլեկտրոնային տարբերակը առանձնացող մուլտիմեդիա ֆորմատ է ձեռք բերել, համալրվել է լուսանկարներով, տեսանյութերով, երաժշտությամբ։ Armenian eBooks-ի ամենահետաքրքիր ծրագրերից մեկն էլ Թումանյանի հեքիաթների թվայնացմանն է վերաբերում։ Այն իրականացել է բազմաֆինանսավորման ծրագրի շնորհիվ, գումարը ռեկորդային 10 օրում է հավաքվել Indiegogo.com հարթակում։ Մենք արեցինք այդ գրքերը արևելահայերեն, արևմտահայերեն, մեկ ուրիշ այդ ծրագրի շրջանակներում մեկ ուրիշ գիրք պատրաստեցինք, որը ամբողջությամբ նկարազարդեցին Գեղագիտության ազգային կենտրոնի երեխաները եւ սա շատ հետաքրքիր փորձ էր նաեւ մեր համար, որովհետեւ երեխաների պատկերացումը բնավ տարբեր էր պրոֆեսիոնալ նկարիչների պատկերացումից եւ սա ես հպարտեմ այդ գրքով եւ բավականին նույնպես անվճար տեղադրված է։ Ընդհանրապես մենք փորձում ենք, որ մեր գրքերի 25%-ը միշտ մնա անվճար, որպեսզի նպաստի հայ գրականության եւ ընդհանրապես մշակույթի տարածմանը եւ զարգացմանը, բայց այն գրքերը, որոնք արվում են ինչ-որ ֆինանսավորմամբ կամ գրանտերի շնորհիվ, միանշանակ անվճար են տրամադրվում ընթերցողներին։ 2012-ին առաջիններից մեկը հայերեն էլեկտրոնային գրքեր սկսել է պատրաստել Մարատ Յավրումյանը, Յավրուհրատ էլեկտրոնային գրահրատարակչության հիմնադիրը։ Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ գնել է իր Kindle-ը եւ դստեր խնդրանքով փորձել է գտնել Թոմ Սոյերի արկածների հայերեն էլեկտրոնային տարբերակը։ Շարժառիթը հենց դա է եղել՝ ստեղծել հայերեն գրքեր, որոնք կարելի է կարդալ Kindle-ում էլեկտրոնային գրքերի համար նախատեսված սարքում։ Ունի այն առավելությունը, որ եթե կան տողատակեր, տողատակերը տպագրի դեպքում կամ վերջում են ծնոտագրությունների տեսքում կամ բուն տողատակեր են թերթում եք վերջ, կարդում եք հետ եք գալիս էլեկտրոնայինի մեջ այդ ամեն ինչ աշխատում է բացվող պատուհանի տեսքով, սեղմեցիք, հղման տեսքով, առանձին պատուհան բացվեց, ծանոթագրությունը կարդացիք, փակեցիք, գնացիք առաջ։ Հայկական էլեկտրոնային գրքերն ունեն հատուկ տառատեսակ, ի դեպ ընթերցելիս տառատեսակը հնարավոր է փոխել ըստ ցանկության։ Էլեկտրոնային գրքի դեպքում տպաքանակ ասվածը չի գործում։ Այն իրենից ներկայացնում է մեկ ֆայլ, եթե այդ ֆայլը ունես, հետևաբար ունես այդ գրքի ողջ տպաքանակը, եթե այն տարածում ես ողջ տպաքանակը։ Համաշխարհային այդ գրախանութներում, գլոբալ գրախանութներում ձեզ ըստ էության տրվում է ոչ թե էլեկտրոնային գիրք, այլ էլեկտրոնային գրքից կարդալու իրավունքը։ Հակառակ դեպքում դուք մեկ գրքի օրինակի, եթե տպագրի հետ ենք համեմատում, մեկ օրինակի գնով ունենում եք տվյալ գրքի ամբողջ տպաքանակը։ Հիմնական առանձնահատկություն, բայց միևնույն ժամանակ թույլ է տրվում տվյալ գիրքը նվիրել 14 օր կամ 20 օր սահմանափակմամբ 1-2 օգտագործողի։ Հայերեն էլեկտրոնային հրատարակչության հիմնադիրներից Պարույր Ամիրջանյանը վստահ է, էլեկտրոնային գիրքն ընտրելու, ընթերցելու միտումը գնալով կաճի, դրա համար նախատեսված սարքերը ավելի շատ կմտնեն կենցաղ, էլեկտրոնային գրքի տարածումը ընթերցանության մեծ ազդակ կդառնա, չէ՞ որ մի փոքր սարքի մեջ կարող ես տեղավորել եւ ձեռքի տակ ունենալ բազմաթիվ գրքեր։ Բոլորն էլ գիտեն, որ այսօրվա էլեկտրոնային գիրք կարդացող սարքերը աչքի համար բացարձակապես որևէ վնաս չեն տալիս, դա նույն թուղթն է ըստ էության։ Երկրորդ, շատ հեշտ է ցանկացած գիրք գտնելը, լինի դա վճարով, դա անվճար, վայրկյանների հարց է, այսինքն այն խնդիրը, որ դուք ունենաս թղթային գիրք գտնելու դեպքում կարող ես գտնել ինչ-որ դրսի շուկաներում, պատվիրել, թանկ է, կգա, կհասնի, չի գա, չի հասնի եւ այլն, էլեկտրոնային դեպքում այդ խնդիրը չկա։
Մինչ էլեկտրոնային գրահրատարակչությունը երիտասարդ եւ դեռ զարգացող ոլորտ է Հայաստանում, ըստ վիճակագրական հաշվարկների խոշորագույն ամերիկյան շուկայում գրքերի վաճառքի մոտ 30%-ը բաժին է ընկնում հենց էլեկտրոնային գրքերին։ Մյուս մեծ շուկան Կանադան է։ Ասում են առաջիկա 10 տարում վաճառքների թիվը կհասնի 70%-ի, ինչը լուրջ հայտ է բնագավառի համար։ 2 տարի առաջ Հայաստանում զուտ տեխնիկական խնդիր կար։ Քիչ էին էլեկտրոնային գրքեր կարդացող սարքերը։ Այսօր գրեթե ամեն երկրորդը ունի պլանշետ, Kindle, e-book reader կամ էլ սմարթֆոն հեռախոս, սակայն ոլորտը դեռ անհամաչափ է զարգանում։ Հայաստանում էլեկտրոնային հրատարակչությունը հիմնականում իմ կարծիքով էնտուզիազմի վրա է հիմնված, հետեւաբար չեն կարող ասել, որ համաչափ է, չեն կարող ասել, որ ինքը լայն տեմպերով աճում է։ Հիմնականում անում են այն մարդիկ, ովքեր կարծում են, որ մարդիկ պետք է կարողանան, հասարակությունը պետք է հասանելի լինի, գրքերը պետք է հասանելի լինեն հասարակությանը այսպես թե այնպես, այդ գաղափարով առաջնորդող մարդիկ են, կոմերցիոն շարժարի տակը չեմ տեսնում ու դա բնական է։ Ինչ էլ որ կա կոմերցիոն, ես կարծում եմ ավելի շատ ուղղված է հայկական սփյուռքին, ոչ թե Հայաստանում ապրող հայերին։ Էլեկտրոնային գրքերը հիմնականում առաջարկվում են 3 խոշոր համաշխարհային հարթակներում՝ Amazon, Google Play, Apple iBook Store։ Վերջին երկուսը տեխնիկական առումով փակ են Հայաստանում, այսինքն փաստացի այստեղից հայերեն էլեկտրոնային գիրք գնել հնարավոր չի։ Մի փոքր առավելություն ունի Amazon-ը։ Այդ պատճառով էլ հայկական գրքերի հիմնական գնորդները Սփյուռքում բնակվող հայերն են։ Իրավիճակը նույնն է հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում։ Վճարունակության եւ վճարելու պրակտիկայի խնդիր, այսինքն մեր շուկայում, ինչպես գիտեք, եւ համակարգչային ծրագրերը եւ երաժշտությունը եւ ֆիլմերը սովորաբար ներբեռվում են այնպեսի կայքերից, որտեղ պետք չի վճարել, դրանք իհարկե ինչ որ իրավունքներ բնականաբար խախտում են եւ մյուս կողմից էլ, քանի որ անվճար են, ապա ոչ մեկ շահագրգռված չի, ոչ մի կազմակերպություն շահագրգռված չի լինի արտադրել կոմերցիոն նպատակներով այդ ապրանքները, հետեւաբար շուկան չի զարգանում։ Մասնագետները վստահեցնում են, տեխնոլոգիաների արագ զարգացումը կնպաստի էլեկտրոնային գրքերի տարածմանը, թերևս կիջնի դրանց ինքնարժեքը, էկոլոգիապես ավելի ձեռնտու եւ դյուրին կդառնան գրքերի ընթերցման համար անհրաժեշտ կրիչները։ Թեպետ վստահաբար դեռ շուտ չեն դադարի ընթերցողական վեճերը, թե որ գիրքը կարդալ՝ տպագիր, թե էլեկտրոնային։ Հերմինե Հակոբյան, Վարդգես Մանուկյան, Մշակութային ազդագիր։